Տնային կալանքում գտնվող Միքայել Սրբազանի ազատությունն են պահանջում երթով նրա կեցավայրի մոտ հասած ուժեղ Հայաստանի անդամներն ու համակիրները։ Պատշգամբից Սրբազանը ողջունում է գյումրեցիներին ու հայրաքաղաքի հյուրերին։ Պատշգամբներից ողջունում են նաև քաղաքացիները, ժեստերով հասկացնում, սատարում են ուժեղ Հայաստանին, պատրաստ են միանալ։ Շիրակն է Հայաստանի ամենաաղքատ մարզը։ Ուժեղ Հայաստանում այս պատկերը չի լինելու, ինչև երթը Գյումրու դրամատիկական թատրոնում հարյուրավոր գյումրեցիների հետ հանդիպմանը ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացնում է ծրագիրը, ինչպես են վերացնելու ծայրահեղ աղքատությունը, ինչև երկիրը տնտեսական զարգացման հունի մեջ մտնի։ Ստեղծում է աղքատության հաղթահարման հիմնադրամ։ Այդ հիմնադրամում գումար է դնում մի քիչ պետությունը, մնացող մասը աշխարհի ուժեղ հայերը։ 5 հոգանոց ընտանիքը սկսում է ստանալ ամսական 150,000 դրամ։ 21-րդ դարում մեր երկրում դեռ կան տնակներում ապրող մարդիկ, այս հարցն էլ կլուծվի, ծրագիրն արդեն կա, վստահեցնում է Նարեկ Կարապետյանը։ Դոմիկների հարցը լուծելու համար Հայաստանի մեծ բան պետք չի։ Մի տարի կենտրոնանալու պետք, բարձր շինարարական process-ը մի տարի պետք է սկսենք, 1-2 տարի մեջ կավարտվի։ Գեղեցիկ ճարտարապետությամբ կոլորիտով հարուստ Գյումրին տուրիզմի կենտրոն է դառնալու, պոտենցիալ, որն այսօր անտեսված է։ Մյուսը, Հայաստանի երկրորդ քաղաքը կարող է տեքստիլի արդյունաբերության կենտրոն դառնալ։ Եվ երրորդ ուղղությունը, որն էլի ուժեղ Հայաստանի պլաններում է, ռազմարդյունաբերություն, որի զարկը կարող է հենց այս քաղաքում տրվել։ Ռազմական արդյունաբերության համար պետք է լինի խելացի քաղաք, խելացի մարդկանցով, ձեռներից մարդկանցով, ովքեր լավ են գիտական առումով։ Երկրորդը պետք է կհատ ունենա այրապոտ, երրորդը պետք է ունենա գնացքի գիծ։ Որ քաղաքն է Հայաստանը, որ ունի այրապոտ, գնացքի գիծ ու Հայաստանի պատմության մեջ հունիսի 7-ի ընտրությունները մեր լինել չլինելու հարցն է։ Դա իմ հարցը չէ, դա ձեր հարցը չէ, դա հայ մնալու հարցն է։ Որքան էլ դժվար է կյանքը, որքան էլ ծանր են մարտահրավերները, Գյումրիում հանձնվող մարդիկ չկան։ Ուժեղ Հայաստանի անդամներն ասում են, մեկ անգամ չէ, որ սա փաստվել է։ Մենք այսօր մեր թիմով այստեղ ենք, որովհետև հավատում ենք, որ Գյումրին ավելին է արժանի։ Մենք այսօր ստեղ ենք ոչ թե որ խոստանանք կամ ասենք այս կանենք, այն կանենք, չէ, մենք ստեղ ենք, որ ասենք, որ մենք պատրաստ ենք։ Մենք պատրաստ ենք աշխատենք, մենք պատրաստ ենք ձեզ լսենք ու մենք պատրաստ ենք ստեղծենք։ Կրթությունից մինչև տնտեսություն ու օրեցօր թափ հավաքող արտագաղթ, բազմաթիվ հարցեր ունեն գյումրեցիները ուժեղ Հայաստանի անդամներին։ Հանդիպումից հետո ասացին, միակույսն է, որ հունիսի 7-ից հետո անցյալում կմնա վերջին 8 տարում տեղի ունեցածը։ Հույսեր են կապում պարոն Կարապետյանի եւ նրա թիմի հետ։ Այսօրվա դրության պարտենեկան բացասական բաներ կա։ Փաշինյանական, ԿՊԱ-ական կառավարությունը այսօր ամեն ինչ պարավալի է տվել։ Ինձ համար, որպես արժանապատիվ հայ, հայրենասեր հայ, միակ թեկնածուն Սամվել Կարապետյանը։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։